եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր Հայաստանի հայց առաքելական Սուրբ Եկեղեցվո դոնացույցին համաձայն Հիսուսի այլագերբության դոնն է։ Փառք եւ գոհություն ու դանք Աստուծո, որ մեզ բոլորս արժանի ըրավ այս երրորդ դաղավար դոնը միասնապար դոնելու, հաղորդակցելու Քրիստոսի հետ եւ իմանալու այսօրվա խորհուրդը, այլագերբության դոնի խորհուրդը, թե ինչպես տեղի ունեցավ եւ այսօր ինչ պատգամներ ունի մեզի փոխանցելու։ Քիչ առաջ այս փեմեն գարտացվեցավ Մատթեոսի ավետարանի 16 եւ 17-րդ գլուխներեն բաժիններ եւ ավարտին Քրիստոսի այլագերբության դեպքը գարտացվեցավ։ Սակայն նախքան դեպքը գդարվելը Հիսուս համախմբված էր իր առաքյալներուն հետ եւ հավատացյալ ժողովրդի գարկ մը ուսուցումներ կգադարե անոնց։ Առաջին հերթին գուզե գիտնալ թե մարդիկ ինչ կսեն իր մասին։ Առաքյալներուն կհարցնե եւ յուրաքանչյուրը պատասխան մը կուտա, թե ով է իրենց վարդապետը, ով է Քրիստոսը, ոմանք Եղիան է գսեն, ոմանք այլ մարգարե մնե, որ հարություն արած եւ եկած է աշխարհ եւ զանազայն գաղափարներ կդրվի իրենց։ Հոն սակայն Պետրոս առաքյալ աստվածային ներդրումով նախատասությունը գարդասանե, որու վրա քնահանդանք կստանա Քրիստոսը։ Պետրոս կսե տուն գենտանի Աստուծո որդին ես, որ աշխարհ պիտի կայիր մարդկության մեղքերը կավելու եւ զիրենք ազատագրելու սատանային գաբանքեն։ Քրիստոս Պետրոսի կպատասխանե ապրիս, Պետրոս, տուն այն հավատքն ես, այն վեմն ես, այն քարն ես, որու վրա պիտի գառուցվի իմ եկեղեցիս։ Ապա երկրորդ բաժինի մեջ Քրիստոսի հետևելու պայմանները կբացատրե, հոն գարկ մարդիկ երբ տեսնեն Քրիստոսի հետևելու պայմաններու այդ զրկանքները, այդ դժվարությունները գհերանան իրմե, իսկ անոնք, որոնք ճշմարիտ գարչած էին աստվածային պատգամներուն եւ Քրիստոսի հանդեպ իրենց ամուր գեցվածքին մնացին իր հետ եւ անոնց մեկ գազմվեցավ արդեն 12 առաքելական խումբը եւ 72 աշակերտական խումբը եւ հազարավոր հավատացյալներ։ Ապա գսե երրորդ բաժինին մեջ 6-րդ օրը երբ գսե, այսինքն շաբթվա 6-րդ օրին մասին է հավանաբար ակնարկությունը, Հիսուս իր հետ առավ 3 աշակերտներ, որովհետև այս 3-ին մեջ կտեսներ Աստուծո հանդեպ հավատքի ամրությունը, հավատքի զորությունը եւ դակավին մույս 9 առաքյալները երկմտության մեջ էին, թե հետևին Քրիստոսի, ոչ թե իրենք ալ մույսներու նման բաժնվին ու երթան։ Բայց անոնք, որոնք հավատքի վրա հաստատ էին, իր հետ առավ գսե եւ լեր բարձրացավ։ Հոն արդեն, եթե մենք ավետարանը բանանք Մատթեոսի ավետարանի 17-րդ գլխու առաջին համարեն գսկսի, հոմ պիտի տեսնենք
այն հանգրվանները, որ մարդ արարած պիտի հասնի թեպի հավիտենականություն։ Հիսուս սկսե իր հետ արավ 3 առաքյալները եւ բարձրացան դեղմը։ Հոն մնացին գսե առաքյալները եւ ինք մեկ հարկ ավելի բարձր դեղմը ելավ։ Անշուշտ ուզեմ բացատրել եկեղեցվո գառույցը։ Դեղմը ցկեց առաքյալները, որ դուք նստած եք, եւ ինք ավելի բարձր դեղմը բարձրացավ, եկավ թևիտաս աղոթելու համար, եւ հոն աղոթեց, բայց առաքյալներուն, որ մեկ հարգվարն էին, ըսավ արտուն մնացեք եւ աղոթեցեք, բայց առաքյալները մարդկային գառույց ունեին, դագավին իրենց հոգևոր գառույցը չեր ամբողջացած, իր կակատնագետին չեր հասած, անոնք հոն սպասեցին Հիսուսը, հոգնեցան եւ քնացան։ Հիսուս ետ վարիչավ, ըսավ ինչու քնացած եք, չէ որ ցեզի իսի արտուն մնացեք եւ աղոթեցեք։ Չարը եւ սատանան հավատացյալը գխանկարե, ճուզեր որ անոր հոգին արտուն մնա եւ հետևի Քրիստոսին։ Ավագսես իրենք արավ մեկ հարկ ավելի վեր եկավ։ Ինք ավելի վեր բարձրացավ, ինչ որ այսօրվա մեր խորանն է։ Գրգին թելատրեց անոնց, արտուն մնացեք եւ աղոթեցեք։ Եվ հոն գսե ինք երբ գաղոթեր, առաքյալները մրապի մեջ էին, գեսկուն, գես արտուն, հանգարտ զորավոր լույս մը գծակի իրենց վրա։ Աչքերնին գպանան եւ ինչ տեսնեն, իրենց վարդապետը այլագերբված է, լույսը սկեստ հակած է, որ մարդկային աչքը հավանաբար չի գրնար այդ լույսը տեսնել, ինչպես Բողոս առաքյալի հետ բադահեցավ նախքան իր առաքելական գոչումը ստանալը Դամասկոսի ջամփու վրա, երբ լույսը, իսկական լույսը տվավ անոր մեղավոր աչքերուն, աչքերը գույրցան, որովհետև մեղավորը չի գրնար իսկական լույսը տեսնել, անպայման պիտի գույրնա, բայց եթե անոր աչքերը հոգի աչքերու մասին է խոսքը, թոթափած են մեղքերը, ապաշխարությամբ, ձոմաբահությամբ, աղոթքով, ինքնասրբակրությամբ գրնա լույսը տեսնել, ինչպես Հովհաննես Ավետարանիչ իր առաջին գլխու մեջ գսե, ան որ արդարությամբ կգործե, գրնա լույսին քով գալ, եւ լույսին ասել ահավասիկ ես եւ իմ գործերս, ոչ մադի հետև բահվդելու, ոչ ալ խոշոր թրջուն մգա, գլուխը ավազին մեջ գխրե, գգարձե որ մարդ զինք չի տեսներ, բայց ամբողջ մարմինը դուրսն է։ Հետևաբար այս մոդեցումով է, որ Հիսուս իր առաքյալները կպատրաստեր եւ ահավասիկ այլագերբվեցավ գսե, այդ զորավոր լույսը ջարակայթեց, հանգարտ անոնք այդ մթնոլորտի մեջ էին, նկատեցին, որ Հիսուսի երկու կողմերը այլ մարդիկ կեցած էին։ Անմիջապես կզանազանեն, մեկը Մովսեսն էր, մյուսը Եղիա։ Ինչու Մովսեսը եւ Եղիան էին անոնք եւ ոչ մյուս մարգարեները, որովհետեւ Մովսես մարգարեական ժամանակաշրջանի տիվ մեկն է։ Մարգարեությունը իր մով սկսավ։ Իր մե առաջ մարգարե չեր եկած աշխարհ։ Իր մե առաջ նահաբետներ գային։ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Նոյը եւ նահաբետական շրջանը երբ ավարտեցավ,
մեջտեղ եկավ Մովսես, ազատագրեց իր ժողովուրդը Եգիպտոսի փարավոնեն, բերավ Սինայի անաբադը եւ հոն 40 օրեր Սինա լերան վրա ձոմ բահել է, մակրվել է, մակրակորձվել է, ապաշխարել է ետք, Աստված հայտնվեցավ իրեն եւ դասնապանյա բադվիրանները դվավ։ Չգա ուրիշ մարգարեմը, որ Աստված հայտնվեր իրեն։ Բոլորը հրեշտակներու կամ այլ երևումներու միջոցով կփոխանցվեր իրենց աստվածային պատգամները, բայց Մովսես Սինա լերան վրա իր աչքովը տեսավ Աստված ամբերու մշուշին մեջ են եւ իրեն դրվեցավ դասնապանյա բադվիրանը։ Եվ անոր համար 5 դագարանի մեջ օրենքի մարգարեության հիմնադիրն էր Մովսես մարգարե։ Եվ Աբա Եղիան հայտնվեցավ, որ 5 դագարանյան խորհրդանիշն է որպես հավատքի։ Եվ իր հավատքի զորությամբ Եղիա երկրի վրա չմահացավ։ Իր հրաշքները, իր գործերը, իր բժշկությունները, իր ամբողջ խիզախ ընթացքը ապրել է ետք, հրեղեն գարկով երկինք բարձրացավ իր հավատքին համար։ Եվ ավասիկ այս երկու մարգարեները գխոսեին Հիսուսի հետ եւ իրեն գբացադրեին իրեն աբակայի լալիկներուն մասին գզրուցեին։ Եվ Գրիգոր Դատևացի վարդապետ իր ամարանց գրքի բաժնին մեջ գիրք ունի, որ գոչվի ամարանց եւ ծմերանց, ամարվա եւ ծմերվա խրատներ, խորհուրդներ։ Ամառնային բաժնի մեջ գսե մինչև Քրիստոսի այլագերբության ժամանակը Հիսուս իր աշակերտներուն եւ հետևորդներուն համար գոգոն ծաղիկ մներ, կոց, մարդ չեր գիտեր ով է այս մարդը, որ ձովն հով իրեն կհետևի, ով է այս մարդը, որ բժշկություն կկատարե, ով է այս մարդը, որ մարդոց մեղքերու թողություն կտա, այդպես կարտահայտվեին իր մասին։ Այդ օր գսե Քրիստոս ծաղիկի վերածվեցավ, բացավ իր ներաշխարը, բացավ իր ինքնությունը իր առաքյալներուն եւ ժողովրդին, եւ հոն գսե մարդիկ տեսան իր ներաշխարը եւ ստացան անոր համն ու փույրը, որպես ծաղիկ, որպես վարդ, բացվեցավ գսե մարդոց արջև։ Հոն երկու առաքյալներ կան, որ վարն էին, մեկ հարկվար, Պետրոսը եւ Հովհաննեսը, որոնք մեկը ավետարանիչ է եւ նամակներ գրած է, Պետրոս առաքյալ միան նամակներ գրած է։ Քիչ առաջ մեր գիրակնորեի անուշիկ դղան, որ գարտած Հովհաննես ավետարանիչի նամակը, որ այսօր մեզի համար ուղված է, մեզի համար լսելիքներ ունի, ինչ որ ասավ Հովհաննես առաքյալի գոմե, մենք լսեցինք, ինչ լսեցին, երբ երկու մարգարեները Հիսուսի հետ գխոսեին, երկինքեն ցայն մլսվեցավ, ասավ այս է իմ սիրելի որդին, որուն ամբողջ վստահությունս տված եմ, հետևեցեք իրեն։ Առաքյալը գսե մենք լսեցինք Աստծո ցայնը, այդ նույն ցայնը, որ մգրտության օրը հորդանանքեդի մեջ նույն խոսքը ասավ, բայց ոչ ոք պատրաստ էր այդ օրերուն, բացի Հովհաննես մգրտիչը, որ մարգարե մներ եկած էր Հիսուսի ճամփա անալու։ Առաքյալը գսե մենք լսեցինք, մեր աչքերով տեսանք եւ մեր ցերկերով շոշափեցինք, լսել, տեսնել եւ շոշափել որդին բանը, որ խոսք էր 5 դագարանի մեջ, որը սկիզբեն իսկ կյանքի ստեղծիչն էր, անիկա նույն ինքն կյանքն էր, որ հայտնվեցավ, մենք տեսանք եւ գվգայենք
մեզի պատմելով անոր մասին, այսինքն հավիտենական կյանքի մասին, Հիսուսի այլագերբությունը ինչ կխորհրդանշեր։ Հավիտենական կյանքի մեջ ճշմարիտ հավատացյալին իր կյանքը այս աշխարհեն իսկ բրգած հավատացյալին հավիտենական փառավորյալ կյանքը բոլոր անոնք, որոնք կհետևին Քրիստոսի եւ ճշմարիտ կհետևին, նույն գերբարանքը պիտի առնեն հավիտենական կյանքի մեջ, լուսավորված մտքով, հոգիով եւ մարմնով, որ հորը հետ էր եւ այժմ մեզի հայտնվեցավ Թափոր լերան վրա, ինչ որ տեսանք ու լսեցինք, կպատմենք ցեզի, որբեսի դուգալ մասնագից դառնաք այն հաղորդակցության, որ մենք ունենք հորը եւ անոր որդվույն Հիսուս Քրիստոսի հետ, եւ ձեր ուրախությունը գադարյալը լա, ահա թե ինչու կկրենք այս նամակը ցեզի։ Այո, սիրելի հավատացյալներ, այդ նամակը կրվեցավ եւ Գրիգոր Դատեվացի վարդապետ կշարունակե իր բացատրությունը բայձարագերբության դոնի մասին։ Բայձարագերբությունը գսե հրավեր մնե բոլորիս։ Այսօր մենք եւս հրավիրված ենք Քրիստոսի կողմէ բայձարագերբվելու։ Բայձարագերբությունը գոչ մնե մեզ փոխագերբելու եւ Քրիստոսին նմանելու, դարձի գալու, թողնելու հին մարդը եւ նորը սկեստ հակվելու։ Նորը սկեստը ինչ էր։ Այդ լույսն էր, որ Հիսուս սկեցավ այլագերբության օրը։ Հրավեր մնե մշտապես մնալու Տիրոջ ներկայության մեջ, այնտեղ ինչը սա Պետրոս Արաքյալ դերսավ այս դեսարանեն մի զրգեր մեզ։ Երեք հատ վրան դաղավարներ շինենք, մեկուն մեջը տուն հանգիստ կնես, մեկուն մեջը Մովսեսը, մյուսին մեջը Եղիան։ Հետևաբար Դատեվացի վարդապետ կհրավիրե մեզի դաղավարներ շինելու եւ այդ դաղավարներու մեջ բնագեցնելու Քրիստոսը։ Այդ դաղավարը այսօր մեր հոգին է, մեր սիրտն է, եթե Քրիստոս բայձարագերբված մտնե մեր հոգին եւ սրտին մեջ, իսկապես մեզ կբայձարագերբե։ Հիսուս ուզեց մեզի ցույց տալ փառքը նախքան խաչվելը։ Կտեսնեք, խաչվելեն առաջ այլագերբվեցավ եւ ոչ թե խաչվելեն յետք հարություն առնելեն յետք, այլ մեզի ասել ուզեց, որ բայձարագերբությունը կսկսի զոհակորձությամբ, բայձարագերբությունը կսկսի անցնուրացությամբ, բայձարագերբությունը կսկսի ապաշխարությամբ։ Եվ այս է այսօրվա խորհուրդը, սիրելի հավատացյալներ, գաղութենք արբարձյալն Աստված, որ բոլորս բայձարագերբվենք Աստուծո լույսով եւ նմանենք Քրիստոսի։ Դեր օրհնեցես հիմա Հավիդյանս Հավիդենից ամեն։